Ավելի քան 2 տարի միասին ճանապարհ անցնելուց հետո Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունն ու Արցախի հոգեբանների միությունը գործակցությունն ամրագրում են հուշագրով։ Հայաստանի խնդիրներով մտահոգ երկու մեծ թիմերը պարտավորվում են տարբեր նախագծերով առողջ երկխոսության պայմաններ ստեղծել, ջանքեր գործադրել հանրային համախմբման ու համերաշխության հասնելու համար։ Գործակցության հիմքում արցախցիների իրավունքների պաշտպանության ու նրանց արդարացի պահանջների հարցերն են։ Այսօրվանից երկու կառույցների միջև արդեն ել ավելի պաշտոնական եւ հաստատված այս քայլը մեզ երկու կողմանի ել ավելի պետք է պարտավորեցնի, որպեսզի մենք եթե մինչ այս համատեղ քննարկումներ էինք ունենում ամսվա կտրվածքով օրինակ 4 անգամ, ծրագրեր էինք կազմակերպում 5 անգամ, մենք արդեն դրանք կրկնապատկենք։ Մեր միության համար այսօր հիրավի պատմական օր է, ինչու որովհետև մեր Արցախի հոգեբանների միության ստորագրած առաջին պաշտոնական փաստաթուղթն է, հուշագիրն է, այն գաղափարները, որը դրված են մեր կանոնադրությունների հիմքում եւ մեր մշտական քննարկումների հիմքում, դա մեր երկրի հզորացումն է, դա մեր հասարակության առողջացումն է, դա մեր ընդհանուր գաղափարների շուրջը համախմբումն է, դա մեր ընկճված եւ թուլացած վիճակից վեր հառնելն է։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունն ու Արցախի հոգեբանների միությունն ավելի վաղ հայտարարել էին, որ միանում են առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը, բայց որոշումը պետք է արդարացնել նաեւ խելամիտ առաջարկներով։ Ոլորտները տարբեր են, բայց մեծ մասը միտված են երիտասարդության առաջընթացին։ Ես առաջարկում եմ, եթե հնարավոր է, Սպիտակ համայնքում ստեղծել մի փոքրիկ միջավայր, որտեղ մարդիկ անկախ տարիքից կարող են հավաքվել, խոսել, լսված լինել, աջակցություն ստանալ։ Առաջարկս հետևյալն է, մենք ունենանք ծնողական ակումբ, թեկուզ շաբաթական կամ ամսական 2-3 հանդիպումներ ունենանք։ Ծնողները տեղյակ չեն ինչն է նորմա եւ ինչն է վտանգավոր իրենց երեխաների վարքում, հա։ Այսօր շատ կարևորում ենք հենց այս առաջարկների շրջանակը, որպեսզի բովանդակությունը ավելի ընդլայնենք, կարևոր հարցերը ավելի քննարկվելի դառնան, եւ ինչու է դեպքում նաեւ երիտասարդների ներգրավվածությունը եղավ, որպեսզի երիտասարդներն էլ արկա խնդիրներն ասեն։ Առաջարկներից մեկն էլ ազգային գաղափարախոսության վերականգնման մասին է։ Բոլոր ժողովուրդները ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է դրա վրա ուշադրություն դարձվի։ Ուշադրում կա նաև կետ, Սփյուռքի անունը հիշատակվում է։ Պետք է առաջարկել, որ Սփյուռքի նախարարություն անպատճառ պետք է լինի։ Սա եւս շատ կարևոր առաջարկ է։ Ես չգիտեմ, երիտասարդները նման առաջարկ արել են, թե ոչ առաջարկ Հայաստանին։ Մենք շատ գեղեցիկ խոսում ենք խնդիրներից, բայց նույն գեղեցկությամբ հնարավորություն չենք ունենում հաճախ խոսել այդ խնդիրների լուծման առաջարկներից։ Առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում նույն երիտասարդները, նույն տնտեսագետները, նույն արդեն իսկ հոգեբանները կարողանում են խոսել իրենց ոլորտին վերաբերող իրենց մաշկի վրա զգալով խնդիրը առաջարկել դրանց լուծումները։ Բոլոր առաջարկները կքննարկվեն առաջիկա հանդիպումների ժամանակ, կամբողջացնեն, կնշեն լուծման ճանապարհներն ու կներկայացնեն առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։